գողատալի Եվրոպական միությունը Հայաստանում Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմը կանխելու համար։ Եթե կա ռուսական ֆինանսավորմամբ լրատվամիջոց Հայաստանում, դա Սպուտնիկ Արմենիանը բացահայտ, որը ամենալոյալն է, կրկնում եմ, նեղանան, չնեղանան, ամենալոյալն է այս իշխանության հանդեպ, բայց խնդիրը մեկն է, ինչի համար է սա արվում, հիբրիդային պատերազմ, արտաքին ազդեցության գործակալներ սենց վախենալու անուններով, սա արվում է ընդամենը նրա համար, որ ընտրական պրոցեսից առաջ փակվեն բազմաթիվ լրատվականներ, ովքեր լայն աուդիտորիա ունեն, փակվեն բազմաթիվ կուսակցություններ, չզարմանաք, որ օրինակ քվեարկությունից մի քանի ժամ առաջ քվեաթերթիկից հանվեն այն կուսակցությունները, ովքեր լուրջ ալտերնատիվ են այս իշխանությանը եւ սա ներկայացվի որպես մենք բացահայտել ենք արտաքին լծակներ, արտաքին ֆինանսավորում եւ պատահական չէր, որ մոտավորապես 1 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այո, մենք պետքա դեռ նայենք, դեռ տեսնենք արտաքին եւ թափանցիկ ֆինանսավորման, իսկ իր պրոքսի ուժերից մեկը Արամ Սարգսյանը հայտարարեց, որ պետքա չգրանցվեն այն կուսակցությունները, ովքեր արտաքին ֆինանսավորում են, սա խոսում է մի մարդ, մի ուժի ղեկավար, որը ամերիկյան դեսպանատնից դուրս չի գալի, օրվա բոլոր ժամերին ինքը ընդեղ է։